Բարև ձեզ, բարի գալուստ update լրատվական, առաջարկում եմ միասին թարմացնենք օրվա լրահոսը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կնշանակվի Լիլիթ Մակունցը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լիլիթ Մակունցը 2025 թվականի օգոստոսի 29-ից զբաղեցնում է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը։ 2021-ից 2025 թվականներին նա եղել է Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։ Մինչ այդ Մակունցը ստանձնել է նաև մշակույթի նախարարի պարտականությունները, եղել է ազգային ժողովի պատգամավոր։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ներկայում զբաղեցնում է Արայիկ Հարությունյանը, որը այդ պաշտոնում նշանակվել է 2021 թվականի հուլիսի 1-ին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրել է ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների իր թեկնածուներին։ Այս մասին ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկումների և քվեարկության, փակ գաղտնի քվեարկության արդյունքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը որոշեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության խորհրդարանական խմբակցությանը առաջարկել ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահների հետևյալ թեկնածությունները։ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով Նազելի Բաղդասարյան, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով Լուսինե Բադալյան, Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով Սարգիս Խանդանյան, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով Սիսակ Գաբրիելյան, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով Սոնա Ղազարյան, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով Զարուհի Բաթոյան, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով Վիլեն Գաբրիելյան, Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողով Արուսյակ Ջուլհակյան, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով Տրդատ Սարգսյան, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով Վահե Ղալումյան, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով Պապ Կենթունյան, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով Ծովինար Վարդանյան։ Այս ընտրությունը չի նշանակում, որ նշված բոլոր անձինք կընտրվեն հանձնաժողովի նախագահ, որովհետև գիտեք, որ որոշակի սկզբունքով դա կախված է նաև նրանից, թե ընդդիմության ներկայացուցիչները որ հանձնաժողովները կընտրեն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանը անդրադարձավ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցին, նշելով, որ մի շարք հարցերի շուրջ կողմերը հասել են ընդհանուր ըմբռնման, նաև հավելեց Հայաստանի նկատմամբ արտահանման սահմանափակումների շուրջ ստեղծված իրավիճակը ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության խնդիրն է։ Եթե հարցը արագ չլուծվի, դա կարող է դառնալ ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Նախ երկխոսությունը առնվազն մի քանի հարցերի շուրջ մենք եկանք ընդհանուր ըմբռնման, որ Հայաստանի Հանրապետությունը ամենակարևոր հարցը ունի լեգիտիմ իրավունք ինքը իր համար այլ ընտրանքներ ձևակերպելու, ձևավորելու եւ Ռուսաստանի նախագահին ասի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ որ ժողովուրդն Հայաստանի Հանրապետության քվեարկել է դրա օգտին, եւ մենք ես ինչպես նախընտրական շրջանում ասել եմ, չեմ պատկերացնում, որ մենք մեր քաղաքականությունների արդյունքում հայտնվենք մի իրադրության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը այլ ընտրանքներ չունի։ Հայաստանի Հանրապետությունը միշտ եւ բոլոր հարցերում պետք է ունենա այլ ընտրանքներ եւ այլ ընտրանք չունենալու դարաշրջանը փակված է։ Ինչ վերաբերում է խնդրին, ես տեսեք, մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ այդ խնդրը Հայաստանինն է, բայց այդ խնդրը Հայաստանինը չի, դա ԵԱՏՄ խնդրն է, որովհետև փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է եւ չի աշխատում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Հայաստանի հետ առաջացել է ձեզ հայտնի հանգամանքների պատճառով,
որովհետև Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է այլընտրանքներ ունենալու քաղաքականություն, ընդ որում այդ քաղաքականության լեգիտիմությունը այդ թվում Ռուսաստանի Դաշնության գործընկերները ընդունում են, ինչը շատ կարևոր է։ Այստեղ խնդիրը հետևյալն է, թե այդ այլընտրանքը երբ պետք է իրացվի։ Նաև պաշտոնական հաղորդագրության մեջ էլ է ասվել, դուք գիտեք, որ մայիսի 29-ին ԵԱՏՄ անդամ երկրների 4 երկրների ղեկավարներ ընդունել են հայտարարություն, որտեղ կամ պաշտպանել են Եվրամիության անդամագրվելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու իրադրությունը, ինչը վատ չէ։ Այսինքն այդ օրակարգի լեգիտիմությունն ընդունել են, բայց ես ուզում եմ հստակ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին եմ ասել, որ հանրաքվեն չի կարող տեղի ունենալ առանց դրա առարկայի ներկայության։ Հետևաբար այդ հանրաքվեն անցկացնելուց առաջ մենք առնվազն պետք է դիմաց լինենք Եվրամիությանը անդամագրվելու հարցով եւ այդ օրակարգը պետքա այլընտրանքը պետքա ընկալվել դա իրենց կողմից։ Ես եկեք իմ դիրքորոշումների մասին ասեմ, որովհետեւ վստահ չեմ, որ այս հատվածում, բայց առնվազն այս process-ը կարծում եմ լեգիտիմ է եւ այդ process-ը կտեսնենք։ Եվ շարունակելով ճեպազրույցի թեման, բանակում տեղի ունեցող բացասական երևույթների զգալի մասի ծագումնաբանությունը կապված չէ բացառապես զինված ուժերի հետ եւ խնդրի լուծումը պահանջում է հանրության սոցիալ-հոգեբանական փոփոխություն։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաեւ բանակում ոչ մարտական պայմաններում գրանցվող մահվան դեպքերին։ Ես դրա լուծումը տեսնում եմ մեր հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխության մեջ, որովհետեւ ես էլի առիթ ունեցել եմ ասելու, բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70%-ը ստեղծվում է ծագումնաբանությունը բանակի հետ չի։ Այսինքն կազմում մեղավորություն չունի։ Սպայական ոչ մարտական գիտեք, սպայական կազմը իր մեղավորությունը ունի, բայց ելի եմ ասում, ամեն առանձին դեպք պետք է առանձին դիտվի, բայց ընդհանուր առմամբ երևույթի վերաբերյալ իմ դիրքորոշումը առաջին անգամ չէ, որ ասում եմ։ Եվ դա իհարկե խնդրեմ է, որը պետք է լուծենք, բայց ցավոք սրտի այդ նախարարներ են փոխվում, նույնիսկ իշխանություններ են փոխվում, բայց այդ խնդրեմը շարունակում է ներկա մնալ։ Չէ, այդ նշանակում է, որ խնդիրները շատ ավելի խորն են, քան մենք ընդհանրապես սովորենք այդ խնդիրների հետ առնչվող։ Հայաստանը եւ Իրանը տեխնիկական հնարավորություններ ունեն մեծացնելու գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով փոխանակվող գազի եւ էլեկտրաէներգիայի ծավալները։ Ծրագրի ընդլայնման ժամկետները դեռևս հստակեցված չեն։ Դրանք քննարկվեն ստեղծվելիք աշխատանքային խմբի շրջանակում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Ղուդաթյանը։ Նախ հանդիպման ժամանակ ֆիքսել ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ունի ավել էլեկտրաէներգիայի կարիք եւ բնականաբար Հայաստանի Հանրապետությունը ունի գազի կարիք։ Մենք հաջողությամբ որոշակի ծավալով գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը իրականացնում ենք եւ ակնհայտ է, որ մեր առկա հնարավորությունները ավելի շատ են այդ ծրագիրը իրականացնելու մասով։ Նկատի ունեմ խողովակի թողունակությունն է օրինակ ավելի շատ եւ 400 կիլովոլտ գծի կառուցումից հետո նաև էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալը կարողանանք ավելի մեծացնել եւ հետեւաբար այդ գործարքի ընդլայնման հնարավորություն, այսինքն ավել ծավալով գազ եւ ավել ծավալով էլեկտրաէներգիա փոխադարձաբար իրար տալու եւ ընդունելու հնարավորություն ունենք։ Հնարավոր է աշխատանքային խումբ ստեղծել, որը մանրամասները ներառյալ ժամկետները կքննարկի։ Շարունակենք թողարկումը։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից եւ նրան փոխկապակցված անձանցից գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11 միլիարդ 154 միլիոն 790 հազար դրամ։ Երկու անշարժ գույքի գնման իրավունք 3 միլիոն 84 հազար 965 ԱՄՆ դոլարով եւ 985 միլիոն 190 հազար 729 դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1 միլիոն 405 հազար 59 դոլարի և 200 միլիոն դրամի ավանդ։
Պահանջը ներառում է նաև 13 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են Toyota Երևան ՍՊԸ-ն, Nairi Insurance ապահովագրական ՍՊԸ-ն եւ այլն, ինչպես նաև 4 իրավաբանական անձի մասնակցության ձեռքբերման արժեքը։ Ներկայացված հայցադիմումով պահանջվում է նաև 4 միլիոն 25,914 դոլարի, 8 միլիարդ 302 միլիոն 116 հազար 732 դրամի, 260 միլիոն 452 հազար 574 ռուբլիի և 589 հազար 741 եվրոյի չափով փոխառնությունների պահանջի իրավունք։ Երկու տրանսպորտային միջոց, ինչպես նաև 3 միլիարդ 822 միլիոն 451 հազար 103 դրամին համարժեք գումարով գույքի ձեռքբերման արժեքներ։ Գումարային պահանջը կազմում է 19 միլիարդ 561 միլիոն 949 հազար 303 դրամ, ինչպես նաև 502 միլիոն 359 հազար 121 դրամ, որպես քրեական գործով վճարված գրավի գումարի ապօրինի մաս։ Հայաստանի Հանրապետության պետ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում, 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են Մեգասպորտ ՍՊԸ-ն, Մեգաֆուդ ՍՊԸ-ն, 14 շարժական գույք 1 միլիոն 451 հազար 74 ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր, 147 հազար 210 ԱՄՆ դոլարի ավանդ, 23 միլիոն 81 հազար 354 ԱՄՆ դոլարի, 409 միլիոն 806 հազար 800 ՀՀ դրամի և 9750 եվրոյի չափով փոխառնության պահանջի իրավունք և 17 միլիարդ 761 միլիոն 537 հազար 781 դրամ։ Եվ շարունակելով բռնագանձման թեման, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից հայտնում են նաև, որ Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 52 բնակարան Նոր թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում և այլ անշարժ գույքեր։ 10 գույքի շուկայական արժեք, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են Multi-Group Concert ՍՊԸ-ն, Multi-Avtotranс ՍՊԸ-ն, Onira Club ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք։ Հայցվող դրամական պահանջը կազմում է 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար 226 դրամ։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Սերոփյանը հիշեցրել է դատախազության բավարարված միջնորդության մասին, համաձայն որի որպես հայցի ապահովման միջոց Արարատ ցեմենտ փակ բաժնետիրական ընկերության կառավարումը հանձնվել է պետությանը։ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքի գործով։ Տեղեկությունը հաստատեցին Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեից։ Հաստատում ենք, որ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է Հայաստան դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած ԱՆ-ն, հայտնեցին հակակոռուպցիոն կոմիտեից։ Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական գործունեությանը վերաբերող կարգավորումները նոր չեն և գործում են 2021 թվականից։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա անդրադարձել է խորհրդարանի նստավայրի տարածքում և շենքում անվտանգության նոր կանոնների հաստատումից հետո հնչած քննադատություններին, թե այդ որոշմամբ սահմանափակվել է հավատարմագրված լրագրողների մասնագիտական գործունեությունը։ Ավելի վաղ Ռուբեն Ռուբինյանի ստորագրած որոշմամբ հաստատվել էին Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները։ Ըստ որոշման Ազգային ժողովի տարածքի և շենքի պահպանությունն ու անվտանգության ապահովումն իրականացնում է պետական պահպանության ծառայությունը։ Կանոնների համաձայն հավատարմագրված լրագրողները մասնագիտական գործունեություն են իրականացնում հատուկ առանձնացված տեղերում, իսկ այլ վայրերում
տարածքներում աշխատելու համար անհրաժեշտ է ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղարի թույլտվությունը։ Հանձնաժողովների նիստերին ներկա գտնվելու համար լրագրողների ցուցակը պետք է ներկայացվի նիստը սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ, իսկ հատուկ վերահսկելի գոտիներում լրագրողական գործունեություն իրականացնելը արգելվում է։ Արգելվում է նաև տեսաձայնագրել կամ լուսանկարել պետական պահպանության ծառայության աշխատակիցներին իրենց պարտականությունները կատարելիս։ Ազգային ժողովի նիստերի դահլիճի օթյակներում գտնվող անձանց չի թույլատրվում օգտագործել լուսանկարչական, կինո և տեսատեխնիկա, հեռախոսակապ կամ ռադիոկապ։ Ջերմուկի Զորամասում 19-ամյա զինծառայողի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից, անդրադառնալով զինվորի դաժան ծեծի մասին համացանցում տարածված լուրերին։ Ըստ Պաշտպանության նախարարության տեղեկատվության զինծառայող ԱՀ-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են։ Նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով։ Նախարարությունից վստահեցնում են, զինվորի առողջական վիճակը լավ է, անհանգստացնող որևէ խնդիր չկա։ Նշենք, որ զինվորի ծեծի մասին ահազանգը հնչեցրել էր իրավապաշտպան լրագրող Ժաննա Ալեքսանյանը, մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին խնդրելով արձագանքել արտառոց դեպքին։ Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ Շիրակի մարզում ամփոփվել են ներքին գործերի նախարարության ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքները։ Առավել մանրամասն պատմում է տեսանյութը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 22-ին Շիրակի մարզում ամփոփվել են ներքին գործերի նախարարության ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքները։ Ներկա են ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը ներկայացրել է կատարված աշխատանքը։ 2026 թվականի առաջին կիսամյակում վարչությունում գրանցված հանցագործությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 24%-ով նվազել են։ Քրեական ոստիկանությանը վերաբերելի 273 դեպք է գրանցվել, սպանության դեպք չի արձանագրվել, նվազել են ծանր, աճել առանձնապես ծանր հանցագործությունները, 66.2%-ով նվազել են նաև համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները։ Ընդհանուր առմամբ մարզում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնականում պայմանավորված են պարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հանցագործության 387 դեպք, բացահայտվել 333-ը։ Բացահայտման ցուցանիշը կազմել է 86%, նախորդ տարվա 80.5-ի դիմաց։ Նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, այդ թվում մեքենաներից կատարվող գողությունները, աճել տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի սպասարկման տարածքում 239 հանցագործության դեպք է գրանցվել, բացահայտվել 203-ը, նվազել են գողության, խուլիգանության, մարդու դեմ ուղղված դեպքերը, աճել են անչափահասների կողմից, նվազել նրանց նկատմամբ կատարված հանցագործությունները։ Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնում սեփականության դեմ ուղղված հանցագործություններ չեն արձանագրվել։ Գրանցվել է հանցագործության 21 դեպք, ինչը 38.2%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Նվազել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ 6 ամսվա ընթացքում համայնքային ոստիկանության Անիի բաժնում գրանցված հանցագործության 122 դեպքից բացահայտվել է 116-ը կամ 95.1%-ը։ Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերն ավելացել են, աճել են նաև անչափահասի նկատմամբ կատարված հանցագործությունները։ Համայնքային ոստիկանության Աշոտսկի բաժնում գրանցվել է հանցագործության 32 դեպք, բացահայտվել 30-ը։ Հանցագործությունների թվի աճը հիմնականում պայմանավորված է զենքզինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի ավելացմամբ, նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները։ Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները համայնքային ոստիկանության Արտիքի բաժնում նվազել են։ Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 142 դեպք, բացահայտվել 131-ը։ Լատենտային հանցագործություններից աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը։ Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողները 120 հանցագործության դեպք են բացահայտել, 7.1%-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 62.118 արձանագրություն, նախորդ տարվա համեմատ 12.757-ով ավելի։ Շիրակի մարզում նվազել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների և վիրավորների թիվը։
Ներկայացնելով գործունեության հիմնական ուղղությունները ոստիկանության գվարդիայի Գյումրիի պետական պահպանության բաժնի պետը նշել է, որ ծառայողները հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներին զուգահեռ բացահայտել են մի շարք հանցագործություններ եւ պատշաճ իրականացրել օբյեկտների պահպանությունը։ Ընդհանուր առմամբ, բավարար գնահատելով Շիրակի մարզում հանցավորության դեմ պայքարի արդյունքները, ներքին գործերի նախարարը հանձնարարել է չսահմանափակվել միայն հանցագործությունների բացահայտմամբ, այլև հետևողականորեն իրականացնել կանխարգելման աշխատանքներ։ Նախարարը դրական է գնահատել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարվող հափշտակությունների նվազման միտումը, ընդգծելով կանխարգելիչ եւ իրազեկման աշխատանքի կարեւորությունը։ Խարդախությունների, սեռական ազատության եւ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ նախարարն ընդգծել է անհետաձգելի եւ համարժեք արձագանքի անհրաժեշտությունը։ Հանձնարարվել է ակտիվացնել նաև ապօրինի թմրամիջոցների հայտնաբերման եւ շրջանառության կանխման, նաև անօրինական զենք զինամթերքի հայտնաբերման աշխատանքը։ Նախարարը համայնքային ոստիկաններին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել ընտանեկան բռնության եւ անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունները, հետեւողականորեն ապահովել բռնություն գործադրած անձանց նկատմամբ կիրառված անհետաձգելի միջամտության որոշումների կատարումը։ Արփինե Սարգսյանը կարևորել է ստորաբաժանումներում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովումն ու ղեկավարների անմիջական աշխատանքը անձնակազմի հետ, ինչպես նաև ոստիկանության տարբեր ծառայությունների միջև օպերատիվ կապը, տեղեկատվության արագ փոխանակումը, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Նախարար Սարգսյանը հանձնարարել է բական եւ գյուղական տարածքներում ոստիկանության հենասյունային ուղղություններով պարբերաբար իրականացնել թիրախային ուժեղացված ծառայություններ, հանցավորության կանխարգելման եւ բացահայտման, հասարակական կարգի պահպանության ու բնակչության անվտանգության ապահովման նպատակով։ Արփինե Սարգսյանը նաև այցելել է Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակ, ծանոթացել ծառայության պայմաններին։ Շարունակենք թողարկումը։ Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին, վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Բարձր գնահատելով վերջին տարիներին Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հագեցած եւ դինամիկ օրակարգը, փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին երկկողմ գործընկերության ամրապնդման գործում իր անձնական ներդրման համար։ Իր հերթին դեսպանը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին վերջին տարիների սերտ համագործակցության եւ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից կարևոր նախաձեռնությունների առաջ մղման համար։ Հուլիսի 19-ից 29-ը Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանը։ Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է օրակարգային մի շարք հարցերի քննարկմանը, ներդրում ունենալով համաշխարհային ժառանգության ցանկում նոր օբյեկտների ընդգրկման, ինչպես նաև պահպանության վիճակի վերաբերյալ զեկույցների շուրջ որոշումների ընդունման գործընթացում։ Նստաշրջանի արդյունքներով համաշխարհային ժառանգության ցանկում է ներառվել 25 նոր մշակութային եւ բնական ժառանգության օբյեկտ։ Նստաշրջանի ավարտին Հայաստանը ընտրվել է 2027 թվականի հունիսին Ստամբուլում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 49-րդ նստաշրջանի փոխնախագահ։ Եվ միջազգային լրահոսին ընդառաջ։ Թեհրանը դատապարտում է ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի կողմից Իրաքին հասցված հարվածները, համարելով, որ այդ գրոհները նպատակամիտված են Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության մասշտաբների ընդլայնմանը։ Այս մասին նշված է Տելեգրամում Իրանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի ագրեսիվ հարձակումները Իրաքի մի շարք շրջանների, այդ թվում Իրաքի պետական հաստատություններին պատկանող օբյեկտների ու վայրերի, ինչպես նաև ուխտագնացության վայրերի վրա, ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ այս հարվածները բացահայտ ոտնձգություն են Իրաքի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ։ Միջազգային այլ թեմաների ծանոթացեք տեսաշարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 28-ին Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ առանձին հանդիպումներից հետո հայտնել է, որ բանակցությունները երկու ղեկավարների հետ լավ են անցել։ Այս մասին նա գրառումներ է արել Truth Social հարթակում։ Մեծ պատիվ էր հանդիպել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Քննարկվել են բազմաթիվ հարցեր, հանդիպումը անցել է շատ լավ, նշել է Թրամփը։ Ավելի վաղ Զելենսկին նույնպես հայտնել էր, որ լավ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ նախագահի հետ։
Ըստ X հարթակում Զելենսկու գրառման քննարկվել են Ուկրաինային շարունակական աջակցության եւ Ռուսաստանի վրա ճնշման մեծացման մասին հարցեր։ Չնայած հարաբերություններում լարվածության մասին լուրերին, Թրամփը նաեւ շատ դրական է գնահատել Նեթանյահուի հետ հանդիպումը։ Երկու հանդիպումներն էլ տեղի են ունեցել մամուլի համար փակ ռեժիմով։ Նեթանյահուն իր հերթին Թրամփի հետ հանդիպումը որակել է գերազանց եւ երբևէ տեղի ունեցած հանդիպումներից լավագույններից մեկը։ ԱՄՆ սենատորները քվեարկել են Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ հնարավոր լրացուցիչ պատժամիջոցներ նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին։ Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծի օգտին հանդես է եկել 86 սենատոր դեմ 12։ Պատժամիջոցների օրինագծի մշակման գործում առանցքային դեր է խաղացել հանգուցյալ հանրապետական սենատոր Լինսի Գրեմը, որի հուղարկավորությունը տեղի է ունեցել հուլիսի 28-ին Վաշինգտոնում։ Օրինագիծն անվանվել է հենց նրա պատվին։ Օրինագծով նախատեսվում են ավելի խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի եւ ռուսական նավթ եւ գազ գնող երկրների դեմ։ Բացի այդ, փաստաթղթով նախատեսվում է Իրանի դեմ գործող պատժամիջոցների ընդլայնում։ Առայժմ պարզ չէ, թե երբ տեղի կունենա վերջնական քվեարկությունը։ Բացառված չէ, որ այն տեղի կունենա արդեն հաջորդ շաբաթ։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը տեղեկացրել է, որ կայացել է իր եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ Ուկրաինայում պատերազմը։ Կալասը խոսել է Պարսից ծոցում ռազմական գործողությունների դադարեցման մասին։ Նա նաեւ հստակեցրել է Եվրամիության բոլոր անդամ պետությունների դիրքորոշումը Թեհրանում Ֆրանսիայի դիվանագետների հանդեպ ագրեսիայի նկատմամբ, նշել, որ այն անընդունելի են համարում։ Խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին, Կալասը կոչ է արել Իրանին դադարեցնել Ռուսաստանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը։ Կասպից ծովում ուկրաինական ուժերի կողմից իրանական նավթի թիրախավորումից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ։ Զրույցից հետո Արաղչին հայտնել է, որ Սիբիհայի հավաստիացմամբ իրանական նավին հարվածը միտումնավոր չի եղել։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հավաստիացրեց, որ իրանական նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել եւ Ուկրաինան էսկալացիայի չի ձգտում։ Վնասի համար պետք է փոխհատուցում լինի, գրել է Արաղչին X հարթակում։ Սիբիհան իր հերթին հայտարարել է, որ անկեղծ զրույց է ունեցել Արաղչիի հետ։ Ես կրկնեցի, որ Ուկրաինայի բոլոր գործողություններն ուղղված են բացառապես մեր երկիրը ռուսական ագրեսիայից պաշտպանելուն եւ երբեք նպատակամիտված չեն եղել քաղաքացիական նավերի կամ անձանց թիրախավորմանը, նշել է Սիբիհան X-ում գրառման մեջ։ Նա հաստատել է, որ հարվածի հետևանքով զոհվել է Իրանի մեկ քաղաքացի եւ որ վերջին միջադեպի ժամանակ թիրախավորված նավը եղել է քաղաքացիական։ Հուլիսի 25-ին Թեհրանը հայտնել էր, որ ուկրաինական ուժերի կողմից իրանական առևտրային նավի թիրախավորման հետևանքով զոհվել է մեկ նավաստի, մի քանիսը վիրավորվել են։ Ալժիրի խորհրդարանի ստորին պալատը ազգային ժողովրդական ժողովը հուլիսի 28-ին երեկոյան խոսնակի պաշտոնում կին է ընտրել, երկրի պատմության մեջ առաջին անգամ։ Պետության 4-րդ պաշտոնատար անձը դարձել է Խալիդա Բուֆեդեշը։ Նա մասնագիտությամբ բժիշկ է եւ խորհրդարանի падգամավոր Ալժիրի նահանգից, որի մեջ մտնում է համանուն մայրաքաղաքը։ Բուֆեդեշն ազգային ազատագրական ճակատի անդամ է, որն իշխանամետ կուսակցություն է եւ կանգնած է երկրի անկախության ակունքներում։ Ազգային ազատագրական ճակատը վերջին խորհրդարանական ընտրություններում ստացել է ամենաշատ տեղերը՝ 407-ից 91-ը։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 21.24%, ինչը ամենացածր ցուցանիշն է երկրի ամբողջ պատմության ընթացքում։ Չնայած այն հանգամանքին, որ ազգային ժողովրդական ժողովի ղեկավար Նիքա Կանսերի ներկայացուցիչը, ընտրությունները ընդհանուր առմամբ նշանավորվել են падգամավոր ընտրված կանանց ցածր ներկայությամբ։ Նրանք ընդամենը 25-ն են կամ 6.14%։ Հուլիսի 20-ից մինչև 26-ն ընկած ժամանակահատվածում Ճապոնիայի հիվանդանոցները ընդունվել գրեթե 18600 մարդ ջերմային հարվածներով, նրանցից 45-ը մահացել է։ Ըստ երկրի վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարարության, որը համակարգում է շտապ օգնության աշխատանքը, տուժողների թիվն ավելի քան 7700-ով գերազանցում է նախորդ շաբաթվա ցուցանիշը եւ դարձել է ամենաբարձրը 2026 թվականին։ Ջերմային հարվածներով հիվանդանոցներ տեղափոխ
տեղափոխվածների թվում ավելի քան 710 մարդ հոսպիտալացվել է 3 շաբաթից ավելի ժամկետով։ Տուժածների գրեթե 58%-ը 65 տարեկանից բարձր մարդիկ են։ Ճապոնիայում հուլիսի 21-ից ի վեր առանձին շրջաններում 5 օր անընդմեջ գրանցվել է 40 աստիճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճան։ Եվ շարունակելով, հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Ամբերտ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով ապօրինի օտարվել են համայնքապետական 9 տարբեր հողակտորներ, այդ թվում պուրակը, մանրամասնում է տեսանյութը։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի Ամբերտ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ Ամբերտի համայնքապետարանի աշխատակազմի 2 ղեկավարների օժանդակությամբ իրականացրել ձևական աճուրդ։ Մասնավորապես, համայնքի ղեկավարը հանդես գալով որպես աճուրդի կազմակերպիչ եւ աճուրդավար, օրենքի խախտմամբ ձևական աճուրդի միջոցով Ամբերտ համայնքին պատկանող գյուղատնտեսական նշանակության տարբեր մակերեսներով 8 հողամասերը վաճառել է իրեն եւ հարազատներին, եղբայրներին, հորը, իսկ համայնքապետարանի վարչական շենքի դիմաց գտնվող պուրակը վաճառել է կնոջը։ Հետագայում նախաքննության ընթացքում այն նվիրատվության կարգով վերադարձվել է համայնքին։ Համայնքապետարանի նախկին ղեկավարն ու 2 աշխատակիցներն ընդունել են իրենց վերագրվող հանցանքները եւ վերականգնել պետությանը պատճառված վնասը։ Վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի առանցքը կազմող M1 եւ M2 միջպետական ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը։ Համապատասխան որոշման նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Կարգավորումը կտարածվի M1 Երևան-Գյումրի, Հայաստանի Հանրապետության սահման Բավրա եւ M2 Երևան-Երասխ, Նորավան, Տաթև, Կապան, Մեղրի, Հայաստանի Հանրապետության սահման միջպետական ճանապարհների ամբողջ երկայնքի վրա։ Նախարարության գնահատմամբ գովազդային վահանակները կարող են շեղել արագընթաց ճանապարհներով երթևեկող վարորդների ուշադրությունը եւ վտանգել երթևեկության անվտանգությունը։ Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների եւ ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնեական հրապարակման օրվան հաջորդող օրը։ Եվ վերջում եղանակի մասին։ Առաջիկա 5 օրերին Հայաստանի Հանրապետությունում կպահպանվի շոգ եղանակ։ Ամենատակ գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտավայրը եւ Երևանը։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը հիմնականում կգտնվի +35-36 աստիճանի սահմաններում։ Այս մասին Facebook-ի իր էջում հրապարակված տեսանյութում հայտնել է հիդրոօթերոթաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, հիդրոմետրի դիտարկումների համաձայն 2017 թվականի հուլիսի 29-ին Արարատյան դաշտում ավելի կոնկրետ Արարատի հատվածում օդի ջերմաստիճանը հասել է մինչև +42.6 աստիճանի, որը համարվում է օդերևութաբանական պատմության մեջ դիտված ամենաբարձր ջերմաստիճանը։ 2025 թվականի հուլիսի վերջը նույնպես բավականին շոգ էր հուլիսի 30-ից արդեն Արարատյան դաշտում հիմնականում ջերմաստիճանը +40-41 աստիճանի, իսկ Ուրցաձորի հատվածում այն հասավ մինչև +41.5 աստիճանի։ Այս տարի մենք դեռ 40 աստիճան տաքություն չենք արձանագրել, ամենաբարձր ջերմաստիճանները դիտվել են հուլիսի 26-ին Արարատյան դաշտում եւ Երևանի ցածրադի գոտում հասնելով 38-ից 39 աստիճանի։ Առաջիկա 5 օրերին ամենատակ գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը, բայց 40 աստիճան տաքություն չի կանխատեսվում, օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում եւ Երևանում ցերեկային ժամերին հիմնականում կտատանվի +35-ից +36 աստիճանի սահմաններում։ Այս թողարկման լրազամբյուղը այսքանով սպառված է, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հաջողություն։